Ես պատրաստ եմ տող գնալ։ Իսկ այն որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք, եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, էս էլ է շատ կարեւոր։ Ես ինքս ինձ հարց եմ տվել։ Լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները։ Եվ ինքս ինձ համար գտել եմ այդ հարցի, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին։ Անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար։ Եվ այն առաջարկները բանակցային, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել, իրականում ես ասել եմ ինչ որ ձևով, հիմա էլ կրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը եւս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել։ Այն թոկը, որի մասին ես խոսել եմ ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի եւ բանը եւ քփությունը, այսինքն թոկը վզից կապած, այդ գոտին ավելի նեղացնելու եւ պարանի երկարությունը ավելի կարճացնելու մասին են եղել։ Եթե կարելի է զիջման մասին